Երեկո Արամ։ Ինչ ես անում ստե։ Աշոտին ես եմ ներս հրավիրել։ Ես էլ եմ այդ հարցնում ամ։ Ասում եմ ինչ կա որ եկել է։ Ինչ որ բան կա որ եկել ես։ Արամ, որ բան չլիներ, չէի գա։ Ես արդեն խոսել եմ տիկին Նազիկի հետ։ Եթե ցանկություն ունես, քեզ էլ կասեմ։ Ես քեզնից թաքցնելու ոչ մի բան չունեմ։ Տղես, Սպասի մամ։ Արամ ջան, Աշոտը եկել է, որ Լենայի մասին խոսի։ Պետք չի նման տոնով խոսեք իրար հետ։ Քո հետ։ Բա ում հետ Արամ։ Ելենայի մայրը չի։ Էդ իմ տեղը չգիտեիր, թե ինձ չէր ճանաչում։ Արամ, Սպասի մամ ասեցի։ մի հատ կնստես։ Արի դուրս խոսանք։ Այդ այն հարցը չի, որ դրսում քննարկեք։ Նստեք տանը խոսեք։ Դրսում քեզ եմ սպասում։ Տիկին Նազիկ, մի անհանգստացեք։ Ամեն ինչ նորմալ է։ Աշոտ ջան, ես քեզ լսեցի ու հասկացա, որ լավ նպատակներ ունես Լենայի հետ կապված։ Ու ես գիտեմ, որ դու շատ լավ մարդ ես։ Շուտվանից գիտեմ։ Բայց դու իմացի, որ Լենան շատ բարդ ճանապարհ է անցել։ Ու մենք ոչ մեկս իրա կողքին չենք եղել։ Ձեռքը չենք բռնել։ Խուլ ենք եղել ու կույր։ Ու հիմա ոչ մի իրավունք չունենք, ոչ իրա երջանկությունը, ոչ իրա ուրախությունը կիսելու։ Բայց այն ինչ որ դու ինձ ասեցիր, գիտես, մի տեսակ հույս արթնացավ իմ մեջ, որ նորից ես իմ Լենային կտեսնեմ, ուրախ, երջանիկ, իմ այն Լենային, որի շատ կարոտել եմ։ Խնդրում եմ Աշոտ, չնեղացնես Լենային։ Խոստանում եմ։ Ու խոստանում եմ, որ ինքը առաջվանը կլինի։ Ես ձեզ կզանգեմ տիկին Նազիկ։ Մենք միասին տեղ ենք գնալու։ Երբ որ հետ գանք, ես անպայման կազմակերպեմ, դուք կհանդիպեք։ Ու ամեն ինչ լավ կլինի, դուք հանգիստ եղեք, լավ։ Գնամ տեսնեմ Արամը ինչ ասում։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ասել եմ, որ մենք կարևոր խոսակցություն ունենք։ Դու ինձ ասում ես, որ շտապում ես։ Շողեր, խնդրում եմ, առանց նախաբանների, հա։ Ես այդ նախաբանները անգիր գիտեմ։ Չէ, դու ամեն ինչ անում ես, որ ես ինձ վատ զգամ։ Ամեն ինչ անում ես, որ չկարողանամ խոսել։ Շողեր, դու քեզ երբեք վատ չես զգացել։ Ու չես նեղվել ուզածը տանելուց։ Հիմա ինչ է փոխվել։ Վարդ, ես լավ վիճակում չեմ։ Խնդրում եմ առիթից մի օգտվի։ Գիտես Շողեր, ես էլ էի վատ։ Երբ որ դու մեղադրում էիր, որ ես եմ քեզ հրել, որ մենակ եմ թողել, որ երեխայդ կորցնես, ես այդ ժամանակ շատ ավելի վատ վիճակում էի։ Ես ու Արամը ամուսնանում ենք։ Դուք արդեն ամուսնացած եք։ Չէ, մենք ամուսնացած չէինք։ Մենք ուղղակի ապրում էինք միասին, բայց հիմա որոշել ենք ամուսնանալ։ Ու ես հուսով եմ ու վստահ եմ, որ երբ որ մենք ամուսնանանք, ամեն ինչ կփոխվի մեր կյանքում։ Ու Արամն էլ արդեն ինձ կընդունի որպես իր կին։ Ես շատ ուրախ եմ, որ ձեր հարաբերությունները դասավորվել են։ Ուղղակի չեմ հասկանում, թե դու ինչի ես այստեղ, ու ես ինչ կարող եմ անել քո համար։ Եկել եմ քեզ խնդրեմ։ Ոչ պահանջեմ, ոչ հետդ կռիվանեմ։ Եկել եմ ուղղակի քեզ խնդրեմ, որ հեռու մնաս մեզնից։ Որովհետև դու պիտի գիտակցես, որ եթե նույնիսկ դու կարողանաս մեզ բաժանել, ու եթե ինձնից քո վրեժը լուծես, միևնույնն է դու Արամ էլ միասին չեք լինի, ու դա քեզ ոչ մի բան չի տալու։ Շողեր, դու իսկականից մտածում ես, որ ես պատրաստվում եմ վրեժ լուծեմ։ Եթե եկել էիր, խնդրեիր, որ չխառնվեմ ձեր հարաբերություններին, կարող ես հանգիստ լինել։
Դու զուր ժամանակ ես ծախսել, որովհետև ես ընդհանրապես մտադրություն չունեմ խառնվեմ ձեր կյանքին։ Խոսակցությունը ավարտվեց, չէ՞։ Դու խաբում ես։ Ասա, լսում եմ Արամ։ Այդ ես եմ քեզ լսում։ Դու ես եկե իմ տուն։ Արամ, ես եկել եմ մամայիդ հետ խոսամ։ Երկու բառ, քրոջդ հետ կապված։ Ու մտածեցի, որ ամենաճիշտ տարբերակը դա է։ Լավ, մի հատ եմ հարցը կրկնում։ Ինձ չէիր ճանաչում, իմ տեղը չգիտեիր, որ եկել ես մամայի հետ խոսաս։ Գիտեի, անգիր գիտեի։ Ուղղակի ես այն դեպքը չի, որ ես գայի թույլտվություն խնդրեի կամ տեղյակ պահեի։ Ես ուրիշ բանի համար եմ ստեղ։ Արամ, դեպքերը նենց է դասավորվել, որ չի գնում, նենց ոնց որ կարգն է։ Ու դրանում ես մեղավոր չեմ։ Այդ ամեն ինչը տեղի է ունեցել մինչև ինձ, շատ ավելի շուտ։ Ու ասա, որ տարօրինակ կլիներ, որ ես գայի իմ ու Ելենայի հարաբերությունների մասին քո հետ խոսայի։ Հիմա քո կարծիքով դու ինձ դնում ես նենց վիճակի մեջ, որի պատասխանը չունեմ ես։ Չէ, Արամ։ Չեմ եկել մեղադրեմ ու ճիշտ ու սխալ անեմ։ Ես այդ ժամանակ չեմ եղել։ Ու իմ էլ չեմ փորձում անցյալը փորփրեմ, որովհետև հետաքրքիր չի։ Ինչ եղել է, մինչև ինձ է եղել։ Ու ես այդ ամեն ինչը իմ կաշվի վրա եմ զգացել։ Եկել է պահ, որ ես իմ հարազատի համար պատասխան չեմ կարողացել տալ։ Չեմ կարողացել ներել։ Ես նույնն եմ արել շողերի հանդեպ, ինչը որ դու Ելենայի։ Ու ես չէի ուզում իմ ասածով քեզ վատ դրության մեջ գցեի։ Իսկ ինչ վերաբերվում է ինչ է եկել Տիկին Նազիկի հետ խոսայի, որովհետև իր աղջիկն է։ Ես տեղյակ էի պահում իրան, որ ես իր կողքին եմ, որ ես փորձելու եմ ամեն ինչ անեմ, որ իր աղջիկան երջանիկ դարձնեմ, որ իր կյանքում ինչ-որ մի բան փոխվի դեպի լավը։ Ոչ մի բան չեմ խնայելու, Արամ։ Ու ճիշտ է, Տիկին Նազիկին էլ եմ ասել, բայց քեզ էլ եմ ասում։ Իմ ու քո խնդիրները վարդը, շողերը, ոչ մեկ ու ոչ մի բան կապ չունի իմ ու Ելենայի հարաբերությունների հետ։ Ու քեզ էլ որպես աղբեր տեղյակ պահեմ իմացի։ Մենք պատրաստվում ենք ամուսնանանք, Արամ։ Բարև։ Այս ինչ կա, Արամ։ Արամ։ Աշոտ, հա, ինչ է եկել։ Արամ։ Դու խաբում ես, Վարդ։ Ես գիտեմ ինչ է եղել, որովհետև ես լսել եմ ձեր հեռախոսային խոսակցությունը։ Ու պետք չի հակառակը համոզել, ուղղակի կարիք չկա։ Ես գիտեմ հետևյալը, որ դու ինչ խնդիրներ ունես, եւ Արամը հիմա պատրաստվում է քեզ օգնել, որ դու լուծես այդ խնդիրները։ Բայց դու պիտի հասկանաս, որ կապ չունի ինչ ա եղել, ոնց ա եղել, կարևորը այն է, որ մի քանի օրից ես կդառնամ Արամի կինը,
Եվ չեմ ցանկանում, որ իմ ամուսինը զբաղվի քո խնդիրները լուծելով։ Այսինքն ինձ չպահեմ այնպես, ինչպես որ դու։ Այս ամենը խոսելու փոխարեն կարող էիր ուղղակի այդ ասել, որ ես ինձ չպահեմ նենց ոնց դու։ Թեկուզ եւ տենց։ Ես սիրում եմ Արամին։ Ինձ դա չի հետաքրքրում շողեր։ Ես չեմ խնդրել Արամին, որ խառնվի իմ կյանքին կամ փորձի ինձ օգնի։ Ես հակառակը իրան խնդրել եմ ու միշտ եմ խնդրելու, որ ինձնից հեռու մնա։ Երջանիկ եղեք։ Լավ, Արամ, ես ինքս կխոսեմ Ելենի հետ։ Այդ մենք ենք մեղավոր, որ ոչ մի բանի մասին տեղյակ չենք։ Դու իմ ում վրա ես ջղայնանում։ Հարցը այդ չի, է։ Դու չես հասկանում, Հայկ։ Նա։ Սկսվեց։ Մի հատ կարաս բացատրես ոնց է ստացվում, որ ես երբեք ոչ մի բան չեմ հասկանում։ Նենց որ եկել էր իմ տան մեջ, ինձ սովորացնում էր ոնց ապրեմ։ Ինձ ասում էր, որն է ճիշտ, որն է սխալ։ Ճիշտ տղա էր իրան, երևակայում։ Դասատուի նման ինձ սովորացնում էր ոնց ապրեմ։ Ու ամենավատը գիտես որն է։ Որ ես իրան լսում էի ու հասկանում էի, որ ճիշտ է ասում ես մարդը։ Դա չէ, հասկանում եմ, բայց Չես հասկանում։ Գիտես ինչի չես հասկանում։ Որովհետև դա պիտի զգաս։ Դա պիտի ինչ-որ մեկը կանգնի քո դիմաց ու այդ նույն տեքստերը քեզ ասի, որ քո վրա զգաս։ Ես էս ուր եմ հասել։ Ես էս ինչ եմ դառել, Հայկո։ հանգստացի մի հատ, վերջացրու է։ Անսխալ մարդ չկա, բոլորն էլ սխալներ անում են։ Հա, ճիշտ ես ասում։ Հա։ Բայց բոլորը իմ նման չես սովորացնում մարդկանց ոնց ապրեն ու դրանից հետո իրանք մեկը մյուսի հետևից սխալներ թույլ տալի։ Ես Ելենայի սխալը չներեցի, չէ՞։ Ու դրանից հետո նույն բանը ես արեցի։ Այդքան էլ չէ, բայց լավ։ Ես արդեն կորցրել եմ իմ սխալների հաշիվը։ Ես իմ խոսքի իրավունքն եմ կորցրել։ Այդ ինչ ասում ես, ճիշտ ես ասում, հարց չկա։ Ուղղակի դու հիմա արդեն շողերին բերել ես մեր տուն, հիմա ինքը մեր տանն է։ Դու հիմա գոնե պիտի աշխատես հիմիկվանից էլ սխալները չանես։ Կարա լինի։ Ինչ, հիմա խոսում ենք, ինչ մտածում եմ, այն ասում եմ, Արամ։ Չասեմ։ Այ ես շատ լավ գիտեմ, որն է ճիշտ, որն է սխալ։ Ես շատ լավ քեզ կարամ ասեմ, ոնց ապրես, որ ճիշտ լինի։ Այդ մեկը հաստատ։ Բայց ես հիմա նենց վիճակի մեջ եմ գտնվում, որ չեմ կարա դիմացինիս խորհուրդ տամ։ Երբ որ մարդ իր կյանքը չի կարողանում ճիշտ դասավորի, երբ որ ինքն է անընդհատ սխալներ թույլ տալի, ինքը իրավունք չունի ինչ-որ մեկին ասի դու սխալ ես արել։ Այ դա է ինձ տանջում իմ, այ դրանից եմ ես sense ներվային անում։ Հա։ Արամ։ Ալո։ Քնաշեր չխանգարեցի։ Չէ, քնած չի։ Բան չի ժամին քնաշես։ Վերջո զանգ ես արթնացնես։ Դե ուրեմն հանգիստ քնի։ Որովհետև էլ չեմ զանգել։ Հիշում ես չէ, որ վաղը պետք է շուտ արթնանաս։ Հիշում եմ։ Ամեն ինչ նենց է, ոնց որոշել ենք։ Ոչ մի բան չի փոխվում։ Ասում էիր, որ գնալուց առաջ ինչ-որ բան ունես անելու արեցիր։ Արդեն արել եմ։ Իսկ քանի որ արել ես, կարող ես ասես ինչ։ Կասեմ, վաղը գնալուց առաջ։ Լավ։ Դու ինձ վստահում ես, չէ՞։ Վստահել եմ, դրա համար ավել պակաս հարցեր չեմ տալիս։ Ապրես։ Ես քեզ շատ եմ սիրում, Ելենա։ Դե բարի գիշեր։ Բարի գիշեր։ Մնացածը շարունակությունը վաղը։ Հա, վարդ, գալիս եմ։ Ես արդեն տանն եմ, բայց հոպարը տանը չի։ Բա որտեղ է։ Չգիտեմ։ Վարդ,
Երբ է դուրս եկել։ Դու տանը չէիր։ Չէ, Աշոտ, ես մի քիչ ուշ եկա։ Վարդ, դու ինձ ասեցիր, որ ես հանգիստ գնամ իմ գործերով։ Որ դու տուն կգնաս ու պապայի կողքը կլինես։ Հա, գիտեմ։ Ուղղակի ինձ ստացվեց, որ տեղ էի գնացել մի ժամով ու խոսակցությունը երկար տևեց։ Լավ, գալիս եմ։ Նորից տուն եկել։ Ինչի այսօր քեզ անընդհատ հետաքրքրում, ես երբ եմ տուն եկել, ուր եմ, ինչ եմ անում։ Դավութ, Եթե հարցնում եմ, ուրեմն պետք է արամ։ Ինչի համար ես հարցնում, էդ եմ ասում։ Հարցը տուր, եթե հարց ունես, այդ հարցը տու միանգամից։ Այսօր Ռոզին հանդիպել ես։ Չէ, Ուրեմն այսօր դու Ռոզին չեք տեսել իրար։ չէ ասում եմ։ Դավութ, ինչ որ բան է եղել։ Ինչ ես հարցնում։ Վարդին ինչ որ բան է եղել։ Դավութ, միգուցե ներս գաս։ Չէ։ Դավութ, ուր է Վարդը։ Չգիտեմ, երևի արդեն տանն է։ Բա ինչ ես մտածել, որ իմ հետ է։ Ինձ տենց թված։ Ինչի տենց թված։ Արամ լավ հանգստացի։ Երևի դու ես այդ առիթը տվել, որ ես անընդհատ կասկածեմ, որ դու ինչ-որ պատճառներ ես հորինում, որ Ռոզին գա քեզ տեսնի։ Ինչ ես այդքան լակոտի նման եմ, հա։ Լավ, մի հատ կարակ երկուստե հանգստանաք։ Ինչ է եղել։ Արամ։ Արամ։ Սպասի մի վարքյան։ Ինչ ա եղել։ Ինչ ես եկել, ինչ ա եղել։ Քո հետ եմ Դավութ։ Ռոզին բան ա եղել։ Հա, խոսեցիք։ Արամ, ինչ եղավ։ Ինչ է եղել։ Վարդի եղբայրն է ստեղ, Դավուդը։ Հիմա գոնե բացատրի հասկանամ ինչ ա եղել։ Մի քիչ առաջ զանգեցի, խոսացինք։ Հետո չէր պատասխանում զանգերից, հետո էլ մի տեսակ էր խոսում դրանից առաջ։ Չգիտեմ։ Պարզ եմ։ Ինձ էլ թվաց, որ հաստատ աղբեր է դա կանչել։ Մանավանդ որ գիտեմ Ռոզին հաստատ կգնար։ Արամը արդեն գիտի ոնց անի, ինչ ասի, որ Ռոզին ված գա իրեն ու վազի ինչ որ օգնելու։ Դավութ։ Տենց բան չկա ու չի կարող լինի։ Իսկ հիմա ինքն էլ լարված ու ջղայնացած, հենց մի քիչ առաջ ինքը շատ անդուր խոսակցությունների մեջ էր։ Հա։ Գտար Վարդին։ Գնացի ես։ Սպասի քո հետ եմ խոսում, ասում գտար Վարդին։ Արամ։ Պետք է գործը չգնան տանիքով զբաղվի։ Որ իմ գործը չլիներ, չէի հարցնի։ Սխալվել եմ, որ եկել եմ։ Վարդ։ Չի եկել դեռ։ Չէ, անընդհատ զանգում եմ։ Ես էլ գիտեմ քո հետ հանգիստ եմ։ Կներես։ Լավ բան չկա։ Չեկա։ Ես քեզ խոստացա։ Համոզեցի, որ գնաս։ Վարդ, ես իրեն լավ եմ ճանաչում։ Դու տանն լինեիր ինքը, եթե ուզեր գնար, ինքը գնալու էր։ Դե գոնե շուտ կիմանայի քեզ կասեի։ Մենակ Սաթենի մոտ չգնա։ Ես դրանից եմ վախենում։ Մի օր մի բան չանի։ Ես էլ եմ կարծում, որ Սաթենի մոտ է գնացել։ Դրա համար էլ այսքան անհանգիստ եմ։ Դավութ կբացատրես ինչ է եղել։ Վարդին ինչ որ բան է եղել։ Ամեն ինչ նորմալ է, Արամ։ Այսինքն գտար քրոջդ։ Արամ։ Մամա ներս մտեք մի հատ։ Գնացեք ներս։ Նորմալ է մաման, ինչ մամ, մի եկեք։
Մի հատ զանգի տես եկավ թե չէ։ Ես սխալվեցի, որ եկա, ու շատ ուրախ եմ, որ սխալվեցի ու ինքս ստեղ չի։ Ուրիշ ասելու բան չունեմ։ Ինձ այդ պահին տենց թվաց։ Չես զանգում։ Ես կզանգեմ։ Պետք չի զանգես, կանանգստանա, որ եկել եմ։ Ասում եմ, պետք չի զանգես, այդ քո գործը չի։ Չես լսում, քեզ ինչ եմ ասում։ Հանգստացի մի։ Ինչ ես անում, Արամ։ Արամ, մի արա, ինչ ես անում։ Ես հանգիստ եմ, թող։ Արամ, հասկանում ես ինչ ես անում։ Հասկանում ես ինչ ես անում, տաս պան ես։ Ես քեզ ուղղակի շատ լավ գիտեմ։ Հիմա էլ հեսա գնալու ես մանգազ գտնես, չէ՞։ Հաշիվներդ մաքրես։ Ինչը չէ։ Դու ես մարսողը չես։ Ոչ մի բանը չեմ անել։ Հանգստացար։ Հա, հանգստացա։ Դուք ինձ ոչ մեկը չեք ճանաչում։ Դու էլ ինձ չես ճանաչում, Հայկ։ Ու Պապ, որտեղ ես։ Ես երեխա չեմ։ Հանգիստ եղիր կգամ տուն։ Մենք անհանգստանում ենք։ Դու քեզ վատ ես զգում, պապ։ Ինձ հաշմանդամ մի սարքեք։ Ոչ մեկ տես բան չի ասում։ Ուղղակի անհանգստանում ենք։ Հատկապես այն օրվանից հետո, երբ որ դու քիչ էր մնում սպանել Սաթենին։ Հիմա որտեղ ես, իր մոտ ես գնացել։ Չէ։ Հաստատ։ Չլսեցիր, ասում եմ չէ։ Լավ, պապ, այդ ինչ կարևոր հարց էր, որ դու չսպասեցիր լույսը բացվի։ Հերիքա, շոտ վերջացրու։ Ես քո երեխեն չեմ։ Կարևոր գործ կար։ Դուրս եմ եկել, հիմա գալիս եմ։ Հասկացի, ուղղակի անհանգստանում ենք։ Անհանգստանալու բան չկա, ես չեմ կարող անընդհատ տանը նստել։ Գնացի օֆիս, մի քիչ մնացի, հիմա գալիս եմ։ Աշոտ, ես քո ոչ մի ասածը չեմ մոռանում, ու ոչ մի խոստումս էլ չեմ մոռանում։ Ես շատ լավ հիշում եմ, ոնց էիր խոսում կորուստների մասին, ու վախենում կորցնելուց, ու խնդրում էիր։ Այդ դեպքում Ու հիմա ես գալիս եմ տուն, որովհետև դուք տանն եք ու սպասում եք ինձ։ Ուրիշ ինչ-որ բան պետք է ավելացնեմ։ չէ, պապ ջան, հանգիստ արի։ Սպասում ենք։ Հն, գալիս է։ Ասեց մի անհանգստացեք, հեսա գալիս եմ։ Ես մամային ոչ մի բան չասեցի, որ ինքը չանհանգստանա, բայց դու Արամին ուշադիր եղիր, որ դուրս գա ինձ կասես։ Լավ, Չէ, շատ ուշադիր կլինես, ինքը այդ խփածը չի մարսելու։ հասկացա։ Իսկ ինչի էր եկել։ Շողեր այդ ամենը արդեն դու իրան հարցրու, ես քեզ ուրիշ բան եմ ասում, որ դուրս գա ինձ կասես, լավ։ Լավ։ Հա, նորություն ունեք։ Վիճակը այդքան էլ լավ չի, բայց կարող եք մտնել մոտը, եթե ուզում եք։ Բժիշկ ասես թողնենք մտնենք։ Իսկ գիտակցություն ունի։ Հա։ Այսինքն այնքան վատ է, որ թողնում եք մտնեմ մոտը։ Ուղղակի բժիշկը ինչ ասել, այս փոխանցում եմ։ Մերսի։ Ալո։ Դե ապրես շատ։ Ինչ ա եղել։ Ոնց ինչ ա եղել, ինչի չես պատասխանում զանգերից, Ռոզի կասես։ Դավութ խառն էի, հետո հասա տուն։ Հասնում էիր տուն զանգեիր հետո, Ռոզի։ Եկա տուն արծրունը տանը չէր։ Աշոտը շատ էր վախեցել։ Դու հիմա ինչ պատճառ ասես կբերես, Ռոզի, բայց ընդամենը պետք էր պատասխանել զանգերից, այդքան բան։
Անհանգստանում եմ ես։ Ինչ որ բան է եղել։ Չէ, Մի տեսակ ես։ լավ կարևորը որ տանն ես։ Հանգստացի, արդեն տանն ամեն ինչ նորմալ է։ Հա, հիմա հանգիստ եմ։ Բա հետո։ Լավ կլինի։ Ես է գիտեմ վարդ որ լավ կլինի։ Ուղղակի բան էի պլանավորել։ Արդեն երկրորդ անգամ Ելենային ասում եմ, որ քաղաքից դուրս պետք է գնանք ու չի ստացվում։ Սենց ոնց թողեմ գնամ։ Անպայման կգնաս։ Հա, բայց սենց ոնց։ Ես զգում եմ, որ ինքը ինչ-որ բան է ուզում անի։ Աշոտ, ես մի անգամ քեզ խոստացա ու չկարողացա անել, անկախ իմ կամքից։ Բայց խնդրում եմ վստահի ինձ, հա։ Ես կողքը կլինեմ, դու ամեն ինչ կիմանաս։ Մենակ թե խնդրում եմ գնա։ Եթե չգնաս, ես ինձ շատ վատ կզգամ։ Համել արդեն երկրորդ անգամ ես մերժելու։ Ես լինեի կնեղանայի։ Կգնաս, չէ՞։ Կգնամ։ Բայց խոստացի, որ ամեն վարքյան կապի մեջ ես լինելու։ Ուզում ես հեռախոսդ միացրած գնա արի, չենք անջատի։ Ասա, Հասար տուն։ արդեն մուտքի մոտ եմ։ Վաղը կտեսնեմ քեզ։ Հա, Մեկը մի տեսակ ես։ արդեն ասեցի թե ինչի Ռոզի։ Բա որտեղ էիր։ Վաղը խոսանք, հա։ Կներես, խնդրում եմ։ Էլ նման բան չի կրկնվի։ Ահա։
Բարի լույս։ Բարև։ Բարի լույս։ Ես դեռ քնած է, իրանից չի։ Չէ, դուրս է եկել։ Ես քեզ բան էի խնդրել։ Ինչ անեմ, քնած եմ մնացել։ Շողերի է դուրս եկել։ Ես կխոսամ հոպարիս հետ։ Ոնց հասկանում եմ մենակ այդ դեպքում Վարդի հետ կապված բոլոր պատմությունները դուրս կգան մեր տնից։ Հասկանում եմ երևի ես ձեր երազած հարսը չեմ ու սառա ջրի նման թափվել եմ ձեր գլխին։ Բայց ուզում եմ ամեն ինչ դուք։ Ուզում եմ, որ մենք հանգիստ ու խաղաղ կյանք վարենք, առանց Վարդի մասին լսելու։ Գնում ենք։ Գնում ենք։ Ու ոչ մի բան չի խանգարի։ Իսկ այն ինչ որ արել ես, չես ուզում ասես։ Կասեմ նոր կգնանք։ Դե։ Բարև։ Բարև։ Ես հոպարի մոտ եմ եկել, չգիտեի, որ ստեղ ես լինելու։ Ես էլ եմ հոպարի մոտ։ Քեզ զանգել կանչել է։ Հա։ Պարզա։ Ինձ չի կանչել, ես ուղղակի եկել եմ, որովհետև խոսալու բան ունեմ։ Ու կարծում եմ, եթե քեզ կանչել է, ուրեմն հաստատ կգա։ Բայց խնդրում եմ քեզ, նախապես մի ասա, հա, որ ես եկել եմ, չեմ ուզում իմանա։ Շողերի ես չեմ պատրաստվում հոպարին ինչ որ բան ասեմ քո մասին։ Եթե չես նկատել, ես քո կյանքին ընդհանրապես չեմ ուզում խառնվեմ։ Երեկվա մեր խոսակցությունը մենք երեք խոսացինք ու վերջացրինք շողեր։ Կներես։ Վահե։ Արամը չի եկել։ Չէ, չի եկել։ Հա, Դավութ։ Դավութը չի։ Բա ով է։ Հիվանդանոցից։ Հեռախոսի մեջ վերջին համարը ձերն էր։ Գիշերը հիվանդանոց եմ բերել։ Ինչ ա եղել։ Անծանոթ մարդիկ շտապ օգնություն են զանգել։ Դրսում են գտել։ Այսինքն, ինչ ա եղել Դավուդին, վատ ա զգացել իրան։ Եկեք հիվանդանոց։